Այսօր ուզում եմ խոսեմ մի բանի մասին, որ բոլորիս կյանքի մի մասն է դարձել։ Բոլորիս կյանքում հանդիպում է այդ։ Ուզում եմ այսօր խոսեմ դժվարությունների, հոգսերի, փորձությունների մասին, որ գալիս են մեր կյանքերի մեջ։ Ու մեր կյանքը առանց դրա կարծես էլ չկա, որովհետև մեր կյանքի մի մասն է այդ։ Ուզում եմ խոսեմ ինչի է կարևոր գիտակցել փորձությունների, դժվարությունների կարևորությունը մեր կյանքում, որտեվ դրանք կարան միջոց դառնան Աստծուն մոտենալու։ Դրանք կարան միջոց դառնան Տիրոջը հանդիպելու, Տիրոջ փառքը տեսնելու, ինչ որ մի բան սովորելու։ Աստված ուղղակի չի բերում դժվարություններ մեր կյանքում, որ խրատի, ինչ որ չգիտեմ, մեզ պատժի։ Աստված ուզում է ինչ որ մի բան սովորեցնի մեզ։ Ուզում է ինչ որ մի բան ցույց տա դրա մեջ։ Մենք պետք է ճիշտ նայենք, ճիշտ ռակուրսից նայենք այդ փորձություններին, դժվարություններին, թե ինչ կարա գործի մեր կյանքի մեջ։ Առաջին մարդը, որ մեր մտքում տենց հանդիպում է, հենց ասում ենք փորձություն, չարչարանք, հոգս, կարծում եմ բոլորիս մտքում էլ Աստվածաշնչից գալիս է Հոբը։ Հոբը այն մարդն էր, որ մի օրվա մեջ կորցրեց ամեն ինչ։ Այն ինչ որ մարդու համար թանկ է, իր ապրուստը, իր թանկարժեք բաները, իր ընտանիքը, ամեն ինչ կորցրեց։ Այդ ամենը հերիք չէր իր մարմնի վրա էլ փորձություններ եկան։ Գրված է, որ իր մարմնի վրա պալարներ եկան։ Դրա հետ մեկտեղ իր բարեկամներն էին սկսում իրան մեղադրել այդ փորձությունների մեջ, այդ դժվարությունների մեջ։ Կինը նույնիսկ նրան ասում էր Աստծուն անիծի, մահացի։ Բայց հետարքիր է, որ Հոբը կանգուն մնաց։ Ես միշտ զարմացել եմ Հոբի կանգունության վրա, որովհետև մարդկայնորեն այդ ամեն ինչը դժվար է։ Անհնարին է նույնիսկ։ Անհնար է, որ մարդ մի օրվա մեջ կորցնի ամեն ինչ ու դեռ Աստծուց կառչած լինի։ Միայն գիտեք ում մոտ այդ հնարավոր։ Այն մարդու մոտ, ով որ իր հույսը դրել է Աստծո վրա։ Շատ կարևոր է հասկանալ ում վրա ես քո հույսը դնում դժվարությունների մեջ։ Եթե քո հույսը դնես ուրիշ բաների վրա, եթե քո հայացքը լինի քո վրա, քո դժվարությունների վրա, հաստատ ընկնելու ես։ Հետարքիր է, որ Հոբը նայում էր Աստծուն։ Չէր նայում նույնիսկ իր դժվարություններին, չէր նայում նույնիսկ իր կինը ինչ էր ասում։ Ասում էր Աստված գիտի ամեն ինչ։ Աստված տեսնում է։ Ասում է Աստծուց չարիքը չընդունենք, միայն լավը ընդունենք։ Հետարքիր է Հոբի հավատքը, որը հաստատ կանգնած էր։ Մեկ մեր կյանքերում դժվարություններ հանդիպում են, ու մենք միանգամից հյուծվում ենք, չենք հասկանում ինչ է կատարվում։ Մտածում ենք միշտ այդ դժվարություններ գալիս են ինչ-որ սխալ արարքի պատճառով։ Հա, երբեմն կարող է լինի տենց։ Կարող է մեր սխալ արարքի պատճառով դժվարություններ կան։ Բայց երբեմն դժվարություններն գալիս են մեզ ինչ-որ մի բան սովորեցնելու համար։ Պողոսի դժվարությունները շատ էին։ Պողոսի, եկեք կարդանք այդ տեղը։ 2 Կորինթացիս 11-րդ գլխի 23-ից 29 համարները։ Աշխատանքից էս մասից խոսանք, աշխատանքներով ավելի, ծեծելով ավելի, բանտարկություններով ավելի, մահվան վտանգներով շատ անգամ, հրյաներեն 5 անգամ 41 պակաս ծեծ կերա, 3 անգամ ձաղկով ծեծվեցա, 1 անգամ կարկոցվեցա, 3 անգամ նավաբեկության հանդիպեցի, գիշեր ու ցերեկ մի ծովում անդուդի մեջ մնացի, շատ անգամ ճափորդությունների մեջ չաչարվեցա, գետերեն վտանգներ, ավազակներեն վտանգներ, իմ ազգից վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի վրա վտանգներ, սուտ եղբայրների մեջ վտանգներ, ջանք ու աշխատանքի մեջ շատ անգամ անքուն գիշերներ, անօթևան ու ծարավի մեջ, շատ անգամ ծոմ կենալու մեջ, ցուրտի ու մերկության մեջ։ Մոռանանք արտաքին նեղությունները, ամեն օրվան զբաղմունքները, բոլոր եկեղեցիներին հոգը վրաս կդիզվեր։ Նույնիսկ այսքանը կարդալուց մարդ հոգնում է կարդալ այն դժվարությունները, որ եկել է Պողոսի վրա։ Եթե մենք նայում ենք Աստվածաշունչը, Պողոս այն բարձրագույն մարդկանցից էր։ Այն մարդկանցից էր, ով ուներ մի հատ մեծ զորություն, ուներ լիքը պտուղներ, բայց այդ ամենի հանդերձ ինք ուներ շատ դժվարություններ։
Ես մտածում եմ, որ Պողոսի կյանքում այսքան դժվարություններ կան, այդ էր պատճառը, որ ինքը տենց մեծ փառքի հասավ, տենց մեծ պատվի հասավ։ Ու այդ ամենով հանդերձ, այս փորձությունները նշելով հանդերձ, ինքը հաջորդ խոսքում ասում է, ով տկարանա, ես չեմ տկարանա։ Հետարքիր է, որ Պողոս ասում է, ով էլ որ տկարանա, ես չեմ տկարանալու։ Պողոսը հասկանում էր, որ իր ուսերին հոգս կար դրված, որ ինքը պետքա եկեղեցիներին առաջնորդեր, որ իրան մարդիկ կային, ովքեր նայում էին իրան։ Ինքը ասում էր, ես չեմ տկարանա։ Այս ոչ թե ասում էր իր վրա հույսը դնելով, ոչ թե ասում էր գլուխ գովալով, այլ ինքը հույսը դրել էր Աստծո վրա, որտեվ գիտեր, որ կա մեկը, որ իրան ազատելու է, կա մեկը, որ գիտի ինչ է կատարվում մեր կյանքում, կա մեկը, ով գիտի նաև քո կյանքում ինչ է կատարվում։ Կամ մտածես դժվարությունները շատ են, հոգսերը շատ են, արդեն թուլանում եմ, ուժ չկա, բայց կա մեկը, ում վրա դու կարող ես հույս դնել։ Գիտեք, հետարքիր է, որ այդ դժվարությունների մեջ մարդիկ երբեմն սկսում են սխալ որոշումներ կայացնել։ Այդ սխալ որոշումներից մեկը կայացրեց նաև Դավիթը։ Հիշում եք այն հատվածը, երբ որ Սավուղ ընկել էր Դավիթի հետևից, արդեն երկար տարիներ Դավիթը փախնում էր Սավուղից։ Ու առաջի թագավորոց 27-րդ գլխում այդտեղ Դավիթն ասում է, որ հոգնեցի, ել չեմ կարողանում։ Դրա պատճառով գնաց փղշտացիների երկիր։ Ինքը սխալ որոշում կայացրեց, գնաց թշնամու երկիր։ Թշնամու երկրում դու չես կարող հանգստություն գտնել։ Այդ բառերը սենց ասած չի սազում իրար հետ։ Թշնամի ու հանգստություն չի սազում իրար հետ։ Դու չես կարող թշնամու տարածքում հանգստություն գտնել։ Դու չես կարող քո պատերազմի կեսում թողնել այդ ամեն ինչը ու ասել ես գնում եմ թշնամու տարած հանգստանալու։ Տենց բան չի լինում։ Նաև Դավիթի մոտ է չստացվեց, որովհետև ինքը գնացել էր թշնամուն ծառայելու։ Պատկերացնում եք, այն մարդը ողոծված էր թագավոր լինելու, գնաց ու թշնամու թագավորին էր ծառայում։ Թշնամու թագավորի համար էր պատերազմում։ Ու այդ ժամանակ եկավ իր փորձությունը։ Այդ ժամանակ, երբ որ ինքը զբաղված էր թշնամուն ծառայելով, իր ընտանիքը, իր ապրուստը եւ ոչ միայն իր, այլև իր զինակիցների ընտանիքները գերի տարվեցին։ Եթե դու փորձես թշնամու տարածքում հանգստություն գտնես, հաստատ իմացի քո ընտանիքի վրա հարձակում է գալու։ Իմացի, որ եթե սխալ որոշում կայացնես այդ փորձության ժամանակ, եթե ինչ-որ միտեղ սխալ վարվես, գալու է այդ հարձակումը քո վրա։ Եթե փորձես ինքդ քեզնով հանգստանալ, եթե փորձես քո ուժերը հանգստացնես թշնամու տարածքում, գալու է այդ փորձությունը։ Մեր ուժերը պետք է մենք Աստծո մեջ գտնենք։ Թեկուզ եւ այդ փորձության կեսում, թեկուզ այդ պատերազմի մեջ մենք պետք է Աստծո մեջ մեր ուժը գտնենք։ Դժվարությունները մեկը գալու են։ Իրանք մեր կյանքի մի մասն են։ Ուզում ենք ընդունենք, ուզում ենք չէ, մեկը գալու են։ Այդ հոգսերը, այդ փորձությունները, այդ դժվարությունները միշտ էլ լինելու են։ Հարցը կայանում է նրանում, թե մենք ոնց դուրս կգանք այդ իրավիճակից։ Դուրս կգանք Տիրոջ հետ հաղթանակած, ուժովացած, զորացած, մեր յուղը ավելացրած, թե կփորձենք մեր խելքով գործել։ Թե կփորձենք մեր խելքով գործել ու ձախողվել։ Բոլորն են հոգնում, բոլորն են դժվարությունների ժամանակ հոգնում, բայց պետք է Տիրոջ մեր ուժը գտնենք։ Գիտեք, ուշադրություն եմ դարձրել Դավիթի սաղմոսներին, երբ որ ինքը խոսում է հոգսերից ու դժվարություններից, միշտ այդտեղ ինքը պատմում է Աստծո փառքի մասին։ Միշտ ինքը հույսը դնում է Աստծո վրա, որտեղ Դավիթը լավ էր հասկացել, որ նույնիսկ դժվարությունների մեջ, նույնիսկ այս ժամանակի մեջ, որի մեջ ինքը գտնվում է, Աստված կարող է իրան հանել։ Սաղմոս 94-ի 19 համարում Դավիթն ասում է. «Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարությունները ուրախացնում են ինձ»։ Մենք պետք է ճիշտ ուղղությամբ նայենք դժվարություններին։ Կարող է դրանք եկել են նրա համար, որպեսզի Աստծո փառքը տեսնենք։ Եկել է նրա համար, որպեսզի Աստծուն ավելի մոտենանք, որպեսզի Աստծուն ճանաչենք, որպեսզի ինչ-որ միտեղ ուժ կարողանանք հավաքել եւ նույն այդ ուժով կարանք ուրիշներին էլ օգնել։
Աստված ուզում է, որ մենք մեր հույսը դնենք իր վրա։ Մեր հավատքը ուղղված լինի իր վրա։ Եթե մենք նստենք կոտրված աթոռի վրա, ինչքան էլ հավատանք, որ այդ աթոռը մեզ կպահի, այդ աթոռը մեզ չի պահի, որտեղ հավատքը սխալ տեղ է ուղղված։ Ինչքան էլ ուզում ես ուրիշ բաների վրա ուղղես հավատքդ, եթե Աստծո վրա չի այդ ամեն ինչը, մի օր փուլ է գալու։ Եկեք մեր հավատները, մեր հույսը դնենք Աստծո վրա, որտեղ կա հավատարիմ մեկը, որ մեզ պատրաստ է օգնել, ով գիտի մեր դժվարությունները, նաև գիտի ապագան։ Աստված ուզում է, որ մենք իր հետ լինենք։